Ուզում եմ իմ անցնենք մեր այսօրվա ծառայությանը թանկագիններ, մի բան եմ հասկանում, Ժորժ ջան, որ սատանան փորձում է ամեն բան անի, որ եկեղեցին իր զորությունը կորցնի, որ եկեղեցին Սուրբ Հոգու հետ իր կապը, իր հաղորդակցությունը կորցնի։ Հիմա ուզում եմ մի տեղ բացենք միասին Հովհաննես ավետարան 14-րդ գլուխ 12-11-րդ խոսքը։ Ուզում եմ այս խոսքով սկսենք։ Ես ես ձև եմ թեման վերնագրել զորության գինը։ Զորության գինը։ Ուրեմն ընթացքում մինչև որ դուք կբացեք, սիրելիներ, ուզում եմ հարցնեմ, ո՞նց է ձեր աղոթքների վիճակը, ծոմի վիճակը, կա տեղաշարժ, կա, հասցնում եք մեր ժամին։ Մենք պետք է թանկագիններս հասցնենք մեր ժամին և անպայման պետք է մենք շաբաթվա մեջ մեկ օր գոնե ունենանք մասնակի ծոմ, լավ։ Եվ պետք է խոսք կարդալն հասցնենք մեր ժամին։ Մեր կյանքում պետք է ամեն օր լինի մեկ ժամյա աղոթք, շաբաթվա մեջ մեկ անգամյա ծոմ և մեկ ժամյա ընթերցանություն։ Մենք սրան պետք է հասնենք։ Միշտ ես սա հարցնելու եմ ձեզի։ Այսօր չեմ ասի ձեր բարձրացրեք և այլ, բայց հաջորդ կիրակի անպայման ես կհարցնեմ դա։ Տեսեք, որ ձեր կյանքում ծոմը լինի, աղոթքը լինի մեկ ժամ և մեկ ժամյա խոսք կարդալը, լավ։ Ու այդ ժամանակ այն զորությունը, որ պետք է դուք կունենաք։ Հիմա տեսեք ինչ է գրված Հովհաննես ավետարան 14-11-րդ խոսքում։ Ասում է հավատացեք ինձի, թե ես հոր մեջ եմ և հայրն էլ իմ մեջ է, հապա թե ոչ գոնե գործերի համար ինձ հավատացեք, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե նա որ ինձ կհավատա, այն գործերը, որոնք ես կգործեմ, ինքն էլ պիտի գործե, և նրանցից ավելի մեծ գործեր էլ պիտի գործե։ Այսինքն տեսեք թանկագինները, շատ ժամանակ մենք ինչ ենք մտածում։ Մենք ասում ենք, հա, դե Հիսուսն Աստված էր, իր մոտ ստացվում էր։ Այս ինչ բանը մենք մարդ ենք, մեր մոտ չի ստացվում։ Իսկ սխալ գաղափար է։ Եթե այդ ձև լիներ, Հիսուսը կասեր, այն ինչ որ ես արեցի, դուք չեք կարող անեք, որովհետև իմ հայրը Սուրբ Հոգին է։ Այսինքն տեսեք, Հիսուսն ասում է, եթե ինձ հավատաք, այն ինչ որ ես արեցի, դուք էլ կանեք։ Ու նաև շեշտադրում է, որ ավելի մեծ բաներ էլ կանեք։ Հիմա գիտեք սատանայի նպատակը որն է։ Սատանայի նպատակը թանկագիններս, որ եկեղեցին զորությունը կորցնի, որ հավատացյալները իրեն զորությունը կորցնեն։ Հիմա ինչ էր անում Հիսուսը։ Ինչ էր Հիսուսը անում թանկագիններ։ Հա? Հիսուսը ինչ էր անում։ Ավետարաններ քարոզում։ Դևերից էր ազատագրում։ Մի խոսքով ամեն տեսակի հիվանդություն էր բժշկում, անգամ մեռելի էր արություն տալու։ Հիմա թանկագիններս մի բան, որ մենք պետք է հասկանանք, այն ինչ որ Հիսուսը կարողանում էր անել, դու էլ կկարողանաս անես։ Դու հավատում ես դրան։ Հիմա ձեռքը դիքո վրա ու ասա, այն ինչ որ Հիսուսը անում էր, ես էլ կկարողանամ անել։ Բայց գիտեք երբ որ դու ունենաս ծոմապահության կյանք, աղոթքի կյանք և ընթերցանության կյանք։ Լսեք սիրելիներ, Սմիթ Վիգլսվորթը կոչվում է 20-րդ դարի առաքյալ։ Գիտեք ինքը ինչ ասում։ Ասում հավատքը առաջանում է Աստծո խոսքի հետ շփվելուց։ Հավատքը առաջանում է Աստծո խոսքի հետ շփվելուց։
Իսկ մեր մարմինը չի ուզում Աստծո խոսքի հետ շփվի։ Մեր մարմինը ուզում է միշտ հանգիստ ապրի, հանգստանա, ֆրա, ուտա, խմա եւ այլ եւ այլ։ Թանկագիններս գիտեք ովքեր են ուժեղ մարդիկ, ովքեր որ սպորտսմենի նման գրաֆիկով աղոթքի, ծոմապահության եւ ընթերցանության մեջ են։ Մենք աղոթում ենք չիլնում, աղոթում ենք չիլնում, աղոթում ենք չիլնում։ Գիտեք ինչի համար չիլնում, հոգի չկա։ Ասում ենք այսքան նվիրատվություն արեցին եկեղեցուն, ոչ մի բան չի փոխվում։ Գիտեք, թանկագիններ, փոփոխությունը գալիս է այն ժամանակ, երբ որ քո հավատքը տեղից շարժվում է։ Գիտեք, թանկագինները սատանայի ամբողջ նպատակն է, որ դու չապրես գերբնական կյանքով, դու ապրես սովորական այս ժողովրդի, աշխարհիկ ժողովրդի նման։ Այսինքն սատանայի ողջ նպատակը գիտեք որն է, որ ոչ թե դու արծվի նման սավառնես, այլ հավի նման քջուջ անես։ Դու չես տենա, որ արծիվը քջուջ անա, վարդման գա։ Շատ հաճախ քրիստոնյաներ կան քջուջ են անում, գիտեք ինչ են քջջում, ըստուն դու մեղքերի մասին։ Դվոր մարդ, փորա, մի բան, մի հատ բլոշ գտնի, չէ։ Շատ քրիստոնյաներ քջուջի մեջ են, ես ինչը սենց էր նստե, ես ինչը սենց էր հագնվե։ Սա հավի կյանք է, թանկագինես, իսկ Աստված քեզի կանչել է, որ դու արծվի նման լինես, սավառնես վերևից։ Աստված գիտես քեզի ինչի համար է կանչել, որ ոչ թե դու կատվի նման մլավես, այլ առյուծի նման մռնչաս, դևերի վրա։ Աստված քեզի կանչել է, որ ոչ թե դու գայլ լինես, այլ դու գառ լինես, անմեղ, անարատ, սուրբ։ Թանկագիններս մի թույլ տվեք, որ սատանան գա ձեր կյանքը ու փճացնի, ձեր ծուլության պատճառով։ Ամեն։ Ասում նա, որ ինձ կհավատա այն գործերը, որոնք ես կգործեմ, ինքն էլ պիտի գործե, եւ նրանցից ավելի մեծ գործեր պիտի գործե, եթե հավատանք, եթե հավատք ունենանք։ Ամեն։ Եթե հավատաս քո համար ամեն բան հնարավոր է։ Դու կարողանում ես, մենք կարողանում ենք հասկանանք սա։ Եթե մենք հավատանք, ամեն բան կարելի է հավատացողին։ Սա ասաց Տեր Հիսուսը։ Ես անցած անգամ խոսացի, անցած կիրակի խոսացի, հիմի եմ ուզում խոսամ, թանկագիններս հավատքին համարժեք, ոչ մի հարստություն չկա ամբողջ երկրի վրա։ Հավատքին համարժեք, ոչ մի բան չկա, հարստություն, ոչ մի բան չկա երկրի վրա, հավատքին համարժեք։ Քո ներսի հավատը այնքան շատ, այնքան մեծ հարստություն է Տիրոջ առաջ, որ ոչ մի հարստություն չի կարող հավասարվել դրան։ Բայց սատանան շատ քրիստոնյաների խաբում է, գումարը տալում, հավատքը գողանում։ Լսի ասում կեր խմի քեֆ արա, ինչ ես աղոթքի հետև ընկել։ Ամեն թանկագիններս, մենք պետք է գին վճարենք, ժողովուրդ ջան, որպեսզի հավատք ունենանք եւ զորավոր լինենք։ Ուզում եմ բացենք 2 Տիմոթեոս 3:1-ը։ Երկրորդ Տիմոթեոս 3 գլուխ առաջի խոսք։ Տեսեք ինչ է գրված։ Սա Պողոս առաքյալն ասում է Տիմոթեոսին, ասում է գիտիր, թե վերջին օրերը չար ժամանակներ պիտի գան։
Քանի որ մարդիկ պիտի լինեն անձնասեր, արծաթասեր, ամբարտավան։ Որ մարդկանց մասին է խոսքը, գիտեք։ Հա՞։ Հավատացյալների մասին է։ Ես երբ որ էսի կարդում եմ, սկզբից ոնց որ թե մտածես աշխարհիկ մարդկանց մասին է։ Տեսեք ինչ ասում, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, այսինքն անշնորհակալ, անսուրբ, անգութ, այս ամեն մի բառի վրա ուղղակի չեմ ուզում կենտրոնանալ, անգուշտ, անհաշտ, բան սարկու, անժուշկալ, դաժանաբարու, բարին չսիրող, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հեշտասեր, քան թե աստվածասեր։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Կոնկրետ այս եկեղեցում աշխարհը ներխուժել էր այս եկեղեցու մեջ։ Որովհետև էլ ընդ արժեք չէր մնացել։ Քրիստոնյաների մեջ էլ արժեք չէր մնացել։ Քրիստոնյաները փոխանակ ունենային Տիրոջ կերպարանքը, սատանայի կերպարանքը ունեին իրանց ներսում, բայց արտաքինից Աստծո կերպարանքը ունեին։ Լսեք ինչ ասում, ասում է, որոնք աստվածապաշտության կերպարանքը ունեն, բայց նրա զորությունը ուրացած են։ Աստվածապաշտության կերպարանքը կա, աստվածապաշտության կեցվածքը կա, խոսելաձևը կա, աստվածաշնչյան բառերով, հանդերձանքը կա, չգիտեմ, սանրվածքը կա, ամեն ինչ դսից, այսինքն դիմակ ասա։ Նմանա չէ մեր ժամանակների որոշ եկեղեցիների։ Բայց ասում են նրա զորությունը ուրացած են։ Այսինքն չկա հավատ, չկա զորություն, եթե կա հավատ, թանկագիններս կա նաև զորություն։ Չի կարա հավատ լինի և զորություն չլինի։ Հիմա թանկագիններս արդյոք մենք պատրաստ ենք զորության կամ հավատի գինը վճարել։ Այս է հարցը։ Արդյոք դու պատրաստ ես մարդկանց մերժելու Աստծո հետ փոխհարաբերվելու համար։ Որովհետև շատ ժամանակ սատանան մարդկանց ուղարկում է, որպեսզի դու քո աղոթքը չավարտես, քո Աստծո խոսքը չկարդաս, ծոմապահություն չունենաս։ Ամեն թանկագինես, արդյոք մենք պատրաստ ենք վճարելու զորության կամ հավատքի գինը։ Եթե դու ուզենաս, դու կվճարես այդ գինը։ Համաձայն եք, եթե դու ուզենաս, դու զորության գինը կվճարես։ Ու դու ոչ թե կլինես սովորական մարդ, այլ կլինես արտասովոր մարդ, ոչ թե կլինես բնական մարդ, այլ կլինես գերբնական մարդ, որ կզգաս Տիրոջ ներկայությունը քո կյանքում թե գիշեր և թե ցերեկ։ Ամեն։ Տեսեք շարունակությունն ինչ ասում, ասում է, որոնք աստվածպաշտության կերպարանք ունեն, բայց նրա զորությունը ուրացած են, և դու նրանցից հեռացիր։ Այսինքն այս ձևի մարդկանցից պետք է հեռանալ, որոնք կերպարանքը ունեն, խոսում են հավատքի խոսքեր, բայց զորություն չկա մեջները։ Ասում է սրանցից մեկնի կեցի, քանի որ նրանցից ոմանք տներից ներս կմտնեն և գերի կանեն մեղքով բեռնավորված տկարամիտ կանանց զանազան ցանկություններից վարված, ու միշտ կսովորեն, բայց բնավ չեն կարող ճշմարտությունը ճանաչել։ Միշտ կսովորեն, այսինքն տեսեք եկեղեցում են այդ մարդիկ լինում շատ ժամանակ։ Ասում եմ միշտ կսովորեն, բայց ճշմարտությունը տենց էլ չեն ճաշնա, հետո օրինակ ա բերում, հապա ինչպես Հանեսը ու Համրեսը հակառակ կանգնեցին Մովսեսին, նույնպես էլ սրանք էլ ճշմարտությանը հակառակ կկենան։ Մտքով փճացած մարդիկ, որոնք հավատքի մեջ անպիտաններ են, բայց ավելի առաջ պիտի չգնան, քանի որ նրանց անմտությունը ամենքին հայտնի պիտի լինի, ինչպես երկուսին է եղավ։ Այսինքն իրանք եկեղեցում մարդիկ են։ Եկեղեցում եղող մարդիկ են, թանկագինները։ Ամեն։ Հիմա ուզում եմ այդքան Գործ Առաքելոս 1:8-ը։ Առաջի գլուխ 8-րդ խոսքը։
Տեսեք ինչ ասում։ Բայց երբ Սուրբ Հոգին ձեր վրա եկած ժամանակ զորություն պիտի առնեք։ Հենց թանկագին ես դու լցվար Սուրբ Հոգով դու զորություն ես առնելու։ Դուստեք, հենց դու լցվար Սուրբ Հոգով դու զորություն ես ստանալու։ Հենց զորությունը ստացար գիտես ինչ ես անելու։ Հենց զորությունը եկավ քո վրա գիտես ինչ ես անելու։ Կարասի։ Հենց զորությունը եկավ դու ուզենալու ես մարդկանց պատմես Հիսուսի մասին։ Լսեք թանկագիններ, եթե կա քո մեջ ցանկություն, դրդում Հիսուսի մասին մարդկանց պատմելու քո մեջ զորություն կա։ Եթե դու մարդկանց հանդիպում ես, բայց զորություն չկա քո մեջ, որպեսզի մարդկանց Քրիստոսի մասին պատմես, քո մեջ զորություն չկա, դու մարած քրիստոնյա ես։ Այստեղ եք թանկագիններ։ Եթե քո մեջ կա զորություն, ինչ որ մեկին հանդիպար, այս բառը օգտագործեմ։ Ես այս ատատորում ես, որ մի անգամից Հիսուսի մասին պատմես, չէ՞։ Այս սա է զորությունը։ Բայց գիտեք թանկագիններս, մի մարդ մի բան ասե։ Ասում է ավետարանը քարոզեք, բայց մեկ էլ խոսքով քարոզեք։ Այդ գիտեք ինչ է նշանակում, որ քո ապրած կյանքն է ամենաառաջի ավետարանչությունը։ Մարդիկ քո վարքը տենալով պետք է քո մեջ Քրիստոս տենան։ Քո գործերը, քո պտուղները տենալով պետք է Քրիստոս տենան։ Ամեն թանկագիններս։ Նայեք ինչ ասում, բայց Սուրբ Հոգին ձեր վրա եկած ժամանակը զորություն պիտի առնեք եւ ինձի համար վկաներ պիտի լինեք Երուսաղեմի մեջ, Հրեաստանի մեջ, Սամարիայի մեջ եւ մինչեւ երկրի ծայրերը։ Ավետարանչություն, ավետարանչություն, ավետարանչություն ու էլի ավետարանչություն։ Հենց քո վրա զորություն եկավ թանկագին դու ուզենալի ես այդհաս հարևանի դուրը թակես եւ ասես գիտես Հիսուս մահացավ քո մեղքերի համար։ Ամեն թանկագիններս, ալելույա։ Փառք Տիրոջը։ Ինչ է նշանակում զորություն, սիրելիս։ Եթե դու շինես Տիրոջ տունը, Տերն էլ քո տունը կշինի, չկասկածես։ Ամեն։ Ինչ է նշանակում զորություն։ Եթե քո կյանքում բացակայում է վախը, վախի բացակայությունը կամ խիզախությունը դա զորություն է, թանկագիներս։ Ամեն։ Վախի բացակայությունը կամ խիզախությունը դա զորություն է։ Ամեն թանկագիններս։ Ինչ է նշանակում զորություն։ Լինել ազատագրված մեղքի իշխանությունից դա զորություն է։ Իմ համար թանկագիններս ամենամեծ հրաշքը գիտեք ինչն է։ Ասեմ։ Երբ որ մեղավոր մարդը փոխվում է ու դառնում է սուրբ մարդ։ Սրանից մեծ զորություն չկա։ Գիտեք ամենամեծ զորությունը ինչն է, թանկագինս։ Երբ որ ինչ որ մեկը գալիս է եկեղեցի ու արմատ է գցում, հաստատվում է։ Սրանից այն կողմ հրաշք չկա։ Մեր մեծ ավակ եղբայրներից մեկը գիտեք ինչ ասում։ Ասում է ամենամեծ հրաշքը ժողովուրդ ջան, երբ որ գայլը դառնում է գար։ Իմ համար սիրելիս հրաշք չէ, երբ որ մեռել է, հրաշքին հրաշքը, երբ որ մեռել է հարություն է առնում։ Հրաշքը, երբ որ մահամերձ մարդը բժշկվում է։ Հրաշքը, երբ որ ինչ որ մեկը դևերից ազատագրվում է։ Բայց ամենամեծ հրաշքը թանկագինս, երբ որ գայլը դառնում է գար։ Երբ որ մեղավոր, կամակոր մարդը փոխվում է ու ունենում է Քրիստոսի բնավորությունը, սա ամենամեծ հրաշքն է, թանկագիններս։ Եվ մենք կանչված ենք, որպեսզի մարդկանց սովորեցնենք Տիրոջ խոսքը։
Ամեն թանկագիններս։ Հալելույա։ Ինչ է նշանակում զորություն։ Միշտ կախված լինել Սուրբ Հոգուց եւ հետևել նրան, դա զորություն է։ Միշտ կախված լինել Սուրբ Հոգուց։ Միշտ։ Մարդկանցից չէ, Սուրբ Հոգուց։ Դա զորություն է։ Ապրել խոսքի մեջ եւ քարոզել ավետարանը դա զորություն է։ Լինել ազատագրված մեղքի իշխանությունից դա զորություն է։ Ամեն թանկագիններս։ Մարկոս 16:19-ն եմ ուզում նայենք։ Մարկոս 16:19։ Տեսեք ինչ ասում։ Եվ Տերը նրանց հետ խոսելուց երկինք համբարձվավ եւ Աստծո աջ կողմը նստեց։ Նրանք էլ ելան եւ ամեն տեղ քարոզեին եւ Տերը նրանց գործակից է։ Գիտեք գործակից ինչ է։ Գործակից, երբ որ երկոքի հետ մենք շինարարության, օրինակ սա գործակից է։ Գործընկեր, գործակից, երբ որ նույն բանն են անում։ Գիտեք թանկագիններս ինչ է շարունակությունը ասում։ Նրանք ելան ամեն տեղ քարոզեին եւ Տերը նրանց գործակից էր եւ խոսքը կհաստատեր այն նշաններով, որոնք նրանց հետ կգնային, այսինքն երբ որ առաքյալները խոսում էին, նշաններ էր կատարվում։ Թանկագինս, երբ որ դու ավետարանը քարոզում ես, դու չգիտես Սուրբ Հոգի ինչ է անելու, դու չգիտես դա։ Երբ որ դու ավետարանը քարոզում ես, չգիտես Աստված գիշերը ինչ է խոսալու այդ մարդու հետ։ Չգիտես իր հետ ինչ է կատարվում, միգուցե այդ բանը չկատարվի, այդ շաբաթը, այդ ամիսը չկատարվի, բայց կատարվում է։ Երբ որ սերմը հնգնում է հողի մեջ, թանկագինս, ինչ որ մի բան ընդ է կատարվում է։ Ինչ որ մի հրաշք է տեղի ունենում հողի տակը։ Դրա համար թանկագիններս ասում են նրանք եւ ասում է խոսքը հաստատում էր նշաններով, որոնք նրանց հետ կգնային։ Այսինքն նշանները գնում էին նրանց հետ։ Ամեն թանկագիններս։ Ինչ է նշանակում զորություն։ Ծառայել մարդկանց այն շնորհքով, որ Տերն է տվել, դա զորություն է։ Գիտեք առավոտը լսում եմ ես Ջոն Բիվերին ինչ ասում։ Ասում է այս աշխարհի ամենաերջանիկ մարդիկ գիտեք ովքեր են։ Ովքեր որ իրանց տաղանդով ծառայում են մարդկանց, ոչ թե ուրիշի տաղանդով, այլ իրենց տաղանդով։ Ամենամեծ երջանկությունը սիրելիս, երբ որ դու քո տաղանդով ծառայում ես մարդկանց։ Ամեն թանկագիններս։ Ինչ է զորություն։ Երբեք չգնալ աշխարհի հետ կամ մեղքի հետ փոխզիջման, դա զորություն է։ Այսինքն եթե դու գիտես Տիրոջ կամքը, ինչքան էլ Տիրոջ կամքը հակառակ է այս աշխարհին, այս աշխարհի ժողովրդին, ու դու չես այդում փոխզիջման, սա զորություն է։ Ամեն սիրելիներ։ Հավատարիմ մնալ Քրիստոսի հիմքային արժեքներին, դա զորություն է։ Հիմքային արժեքները գիտեք որն է, Աստծո խոսքին։ Մաքուր ճիշտ վարդապետությանը, որովհետև երբ որ կարդում ենք թղթերը ժողովուրդ ջան, մի շեշտում է Պողոսը, մի շեշտում է զգույշ եղի սխալ վարդապետությունից Տիմոթեոս, զգույշ եղի սխալ ուսմունքներից, ոմանք սխալ բան են քարոզում, ճշտիր, հանդիմանիր, սաստիր։ Աստծո ճշմարիտ վարդապետությունը հավատարիմ մնալ դա զորություն է։ Եթե դու ունես Քրիստոսի միտքը կամ հավատը, դա զորություն է։ Ուզում ես ունենալ Քրիստոսի միտքը։ Լիz քո գլուխը Քրիստոսի խոսքերով։ Լիz քո ուղեղը Քրիստոսի խոսքերով։ Մենք գիտենք աշխարհում մի հատ խոսք ասում սրանց ուղեղը լվացած։ Աստծո խոսքով։ Բայց եթե Աստծո խոսքը ինքը ջուր է, պետք է մեր ուղեղը լվացվի, մաքրվի, ոսկե ջրվի, ինչու՞ չէ։ Ամեն թանկագիններս։ Ինչ է նշանակում զորություն։ Եթե քո համար ամենաառաջնայինը Տիրոջ կամքն է, դա զորություն է։ Ամենաառաջնայինը, կան առաջնային բաներ, բայց կա ամենաառաջնային սիրելիս։ Ու եթե դա Տիրոջ խոսքն է, ուրեմն դու զորավոր մարդ ես։
Համաձայն եք, չես թանկագիններս։ Եկեք բացենք Մատթեոս 28:19։ Տեսեք Հիսուսն ինչա պատվիրում։ Ասում է ուրեմն գացեք բոլոր ազգերին։ Պատկերացնում եք առաքյալները, աշակերտները, ամեն մեկը մեր երկիր ընտրում էր աստիրոջից, ստանում էր մեր այդ երկիրը սկսում էր ավետարանել։ Ասում է գնացեք բոլոր ազգերին աշակերտեցեք, ի՞նչ է նշանակում աշակերտել, այսինքն ուսուցչություն արեք, սովորեցրեք։ Այսինքն մենք պետք է սովորեցնենք մարդկանց։ Սովորեցնելուց հետո ասում է մկրտեք նրանց, հոր որդու եւ Սուրբ Հոգու անունով ուխտի մեջ մտցրեք։ 20-րդ խոսք. Սովորեցրեք նրանց այն բոլոր բաները, որ պայն ինչ որ ես ձեզ պատվիրեցի, այսինքն ուրիշ բան չսովորեցնեք, ինչ որ իսնից լսեցիք, այդ սովորեցրեք։ Ահա, ամեն օր ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, այսինքն այս աշխարհը վերջ ունի։ Իսկ Աստված գիտեք ում հետ է թանկագիններ, ովքեր որ Տիրոջ կամքն են կատարում երկրի վրա։ Ամեն, ժողովուրդ ջան։ Եթե դու ունես տարածք եւ պարտաճանաչ ձևով սովորեցնում ես, դա զորություն է։ Այսինքն կան մարդիկ, որոնք լսում են, սովորում են քեզանից, ու դու պարտաճանաչ եթե սովորեցնում ես, սա զորություն է, թանկագինս։ Ամեն։ Շնորհքը ինչի համար է տրված, մեկ նպատակի համար, որ դու լրացնես քո դիմացինի կարիքը, բաց թողումը, պակասը։ Ամեն, եթե մխիթարության կարիք ունի, ու դու մխիթարության հոգի ունես, ու դու մխիթարում ես, դու լրացնում ես թանկագինս։ Ամեն։ Եթե մարդը կոտրված է, ու դու կարողանում ես իրանը բժշկես քո Աստծո խոսքով, դա շնորհք է, դա զորություն է։ Իսկ եկեղեցին սիրելիս կանչված է մեկը մյուսին օրհնություն լինելու համար թանկագիներս։ Ամեն։ Ալելույա։ Քո մեջ եղած շնորհքը ոչ միայն կզորացնի քո դիմացնի կարիքը, այլ նաև քեզ կբարձրացնի։ Ամեն։ Խոնարհությունը սիրելիս դա զորություն է, եթե դու խոնարհ ես, դու զորավոր կլինես, ամեն։ Եկեք բացենք Հակոբոս 1:9։ Հակոբոս 1:9։ Հակոբոս առաջի գլուխ 9-րդ խոսք է։ Ասում է խոնար եղբայրը իր բարձրության վրա թող պարծենա։ Խոնար եղբայրը գիտեք որ եղբայրն է։ Սիմոնը խոսում էր խոնար եղբոր մասին։ Որ խոնար եղբայրը պատրաստ է ոչ միայն Տիրոջ առաջ խոնարհվելու, այլ դիմացինի առաջ էլ է պատրաստ խոնարհվելու։ Այս սա խոնար մարդն է։ Ասում է թող ուրախանա իր բարձրության վրա, որտեվ եթե մարդը խոնար է մնում միշտ, Աստված իրանը բարձրացնում, այդ ձև բան չկա, որ մարդը խոնարհվի ու չբարձրանի։ Ամեն թանկագիններս։ Եվ շարունակության մեջ ասում է, եւ նա որ հարուստ է իր խոնարհության վրա, քանի որ խոտի ծաղկի պես պիտի անցնի։ Այսինքն եթե մարդը հարստություն ունի ու չի խոնարհվում, միևնույն է ինքը խոտի նման չորանալու է ու վերանա։ Ամեն թանկագիններս, քանի որ արևը սաստիկ տաքությունով կծակի ու կցամքեցնե խոտը եւ նրա ծաղիկը կթափի եւ նրա երևույթի գեղեցկությունն էլ կկորցի, նույնպես էլ հարուստը իր ճամփաների մեջ պիտի թառամի։ Հարուստի մասին է խոսում, որ չի խոնարհվում։ Ես ասեմ հարստությունը դա մեղք չէ։ Ուղղակի հարստությունը շատ ժամանակ հպարտացնում է մարդկանց։ Եթե մենք գիտենք։ Դրա համար ասում է, նույնպես էլ հարուստը իր ճամփաների մեջ պիտի թառամի։ Այսինքն թանկագինս մի տեղել Տիմոթեոսին ասում է, պատվիրիր այս աշխարհի հարուստներին, որ իրենց հույսը չդնեն անստույգ հարստության վրա։ Այսինքն եթե մարդը ոչ թե Տիրոջ վրա իր հույսը դնում, այլ հարստության վրա, ինքը թառամելու է։
Խոտից աղիքի նման է լինելու իր կյանքը։ Ամեն։ Ինչպես զորանալ սիրելիներ։ Մենք ասեցինք, չէ, խոսք, ծոմ, աղոթք, խոսք, ծոմ, աղոթք, սպորտսմենի նման, գրաֆիկով ժողովուրդ ջան։ Ու գրաֆիկը, որ դու հանկարծ ու հանկարծ, ես ասեմ ձեզ, չխախտես, ես ասեմ ձեզի թանկագներ, Հիսուս Քրիստոսը ամեն առավոտ գրաֆիկով իր ժամին ուր էր բարձրանում, դեռ չլուսացած։ Այսինքն Տեր Հիսուսը շատ լավ գիտեր իր մարմնին ճնշել։ Եթե ուզում ես սիրելիս Տիրոջ զորությունը գա քո վրա, զանգը տվեց, բարձրացիր, արթնացիր, գնա քո աղոթքի։ Կարողացիր ճնշել քո մարմնին։ Եթե դու չգիտես, քո չես կարողանում քո մարմին ճնշել, այն զորությունը, որ քո համար Տերը տվել է, չի իրականանա։ Ու դու պարտված կլինես, քո կյանքի ընթացքում միշտ կպարտվես, բայց եթե սիրելիս դու գրաֆիկով լիցքավորվում ես Սուրբ Հոգուց, դու հաղթող կլինես, անկասկած։ Մարդիկ ամսով չեն աղոթում, չեն կարդում, ասում են աղոթեցինք, Տերը չպատասխանեց, չի լինում այդ ձեր բան։ Եթե քո սրտից դու մի բան խնդրես ու չկասկածես, անհնար է որ չլինի։ Ամեն թանկագիներս։ Դրա համար սիրելիս, ասում է թղթերի մեջ, ասում է ջանքի մեջ թուլասիրտ մի եղեք, սիրելիներ, ջանքի մեջ թուլասիրտ մի լինեք, ասում է, այսինքն աշխատասեր եղեք վերին աստիճանի։ Ամեն, աշխատասեր եղեք վերին աստիճանի։ Գիտեք մի բան է գրված սիրելիներ Սաղմոսների մեջ, ասում է եթե դու փնտրես Աստծուն այնպես, ինչպես կփնտրես ոսկին ու արծաթը, դու կգտնես Աստծուն։ Մի հատ եմ ուզում կրկնեմ, ասում է եթե դու փնտրես Աստծուն այնպես, ինչպես որ փնտրում ես ոսկին ու արծաթը, դու կգտնես նրան։ Այդ նույն ջանքով, ոնց որ մենք աշխատում ենք գումարի համար, եթե մենք փնտրենք Տիրոջը, մենք կգտնենք, եթե չփնտրենք, չենք գտնի։ Եթե դու Տիրոջը գտար, քո միջոցով Տերը մեծամեծ բաներ է անելու։ Դրա համար պետք է սիրելիս աշխատել, քո հոգևոր մկանները պետք է մարզես դու, որպեսզի կարողանաս մեծ գործեր անել Տիրոջ համար, որպեսզի ուրախ լինես Տիրոջ առաջ։ Մեր եղբայրը ուրախությունից էր խոսում, առանց Տիրոջ ներկայության չկա ուրախություն։ Ուզում եմ աշխարհի մեծ գանձերը ունենաս, բայց եթե քո սիրտը ուրախ չէ, անիմաստ է։ Ամենամեծ ուրախությունը թանկագինս գալիս է Սուրբ Հոգու հետ շփվելուց, երբ որ դու լսում ես նրան, հալելույա։ Ամեն թանկագիններս, սրան մենք պետք է հասնենք, սիրելիներ, այդ հավատքին, որի միջոցով զորություններ է կատարվում։ Ես այս վերջին մի հատ դեպք հիշեցի իմ կյանքից։ Գիտեք, ես մասնագիտության վարսավիր եմ։ Հետաքրքիր մի բան, ու էլա որ մի հատ տեղ էի թամ։ Վարսավիրանոցից դուռը փակեցի։ Էլա որ էթամ ունդից հաճախորդ է գալ, ես տեղյակ չեմ։ Սուրբ Հոգին ասում ֆրա հետ դարձի։ Ֆրաս հետ դար, ինչ որ էթում ես ռիսկի ֆրաս ու հետ դառնաս։ Այդ հաճախորդն եկավ ասում, բա ինչ իմացար, որ ես գալու եմ, որ դու հետ դարձար։ Ասեցի հայտնեցին։ Գիտեք, թանկագներ, այս փոխհարաբերությունը պետք է չկորցնենք մենք, հաճախ մենք կորցնում ենք սա, որովհետև չենք գնահատում։ Մենք պետք է սա չկորցնենք, հենց կորցնում ես դժվար է նորից հետ բերելը, է։ Սուրբ Հոգու հետ կապը, որ կտրվում է, նորից դժվար է դա հետ բերելը։ Ստե է երջանկությունը սիրելիս, որ Աստված քո հետ դու կարողանում ես զգալ Տիրոջ կամքը, ներկայությունը, առաջնորդությունը։ Սրան մենք պետք է հասնենք թանկագիններս։ Դրա համար հայտնության մեջ ասում է, նա որ լսելու ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին։ Սիրելի եկեղեցի, դու պարտավոր ես լսես Տիրոջը։ Ասում է իմ ոչխարները իմ ձայնը լսում են։ Դու գիտես ինչ աղոթա, ասա Տեր, ես ուզում եմ քո ձայնը լսեմ։
Ես ուզում եմ քո ձայնը լսեմ։ Ես ուզում եմ լսեմ։ Իմ ականջները անձի, Տեր, իմ ականջները խլացել է։ Ես ուզում եմ լսեմ քո ձայնը։ Ամեն թանկագիններս։ Ինչպես զորանալ, սիրելիներ, իհարկե Աստծո խոսքի հետ միշտ շփվելով։ Ես ուզում եմ բացենք Եփեսացիս 1:16-ը։ Առաջի գլուխ 16-րդ խոսք։ Տեսեք ինչ էր աղոթում Պողոսը Եփեսոսի եկեղեցու համար։ Ասում չդադարեցի ձեզի համար գոհություն մատուցանելուց, ձեզ իմ աղոթքներից մեջ իջելով։ Այսինքն միշտ Պողոս առաքյալը Եփեսոսի եկեղեցու համար գոհանում էր Տիրոջից։ Միշտ գոհանում էր Տիրոջից, ամեն։ Եվ ասում է ձեզ իմ աղոթքներից մեջ իջելով, միշտ էլ աղոթում էր։ Որպեսզի ինչ էր աղոթում Պողոսը Եփեսոսի ժողովրդի համար, եկեղեցու համար։ Ասում որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, փառած Հայրը, տա ձեզ իմաստության եւ հայտնության հոգին իր գիտությունով։ Գիտեք, թանկագներ շատերը հայտնություն են ստանում, բայց Աստծո գիտության վրա հենված չէ։ Շատերը իմաստություն են ստանում, բայց Աստծո խոսքի պեչատը չկա։ Եթե դու մի հայտնություն ես ստանում, թող Սուրբ Հոգին պեչատա քո հայտնությունը իր խոսքով, չէ՞ որ Աստծո խոսքը կնիկ է։ Եթե դու մի հայտնություն կամ իմաստություն ես ստանում, թող Սուրբ Հոգին մի հատ տեղ հիշեցնա Աստվածաշնչից, նոր այդ քայլը սկսա կատարել։ Անցի գործի, լավ։ Սրա համար իր աղոթում Պողոս առաքյալը։ 18-րդ խոսքը ինչ ասում, որպեսզի սրտներիդ, այսինքն եկեղեցու ժողովրդի հոգու կամ սրտի աչքերը բացվի եւ ինչ տեսնեն։ Աչքերը լուսավորվի, գիտենակ, հասկանաք, հայտնություն ստանաք, թե ինչ է նրա ձեզ կանչելու հույսը, թե ինչ հույսով է Տերը կանչե։ Հույսի մասին է խոսում, հույսը վերաբերվում է հավիտենական կյանքին։ Եվ ինչ է նրա ժառանգության փառքի ճոխությունը սուրբերի մեջ։ Ուշադիր լսեք։ Ասա ես ժառանգորդ եմ։ Դու ունես ժառանգություն։ Ոչ թե երկրի վրա, ոչ թե Քյավառում կամ Երևանում, դու ունես ժառանգություն վերևներում, երկնքում, երրորդ երկնքում։ Հիմա թանկագիններ, նայեք ասում եմ, որպեսզի ձեր սրտի աչքերը լուսավորվելը իմանաք, թե ինչ է նրա ձեզ կանչելու հույսը եւ ինչ է նրա ժառանգության փառքի ճոխությունը։ Լսի, դու ունես մի ժառանգություն, որը փառավոր է, որը ճոխ է, ասում եմ, այս ճոխություն դու ոչ մի խանութում չես տենա։ Ինչպիսի եվրոպական խանութ այդ ձև ճոխություն չես տենա, ինչ կահույք տենա, չգիտեմ ինչ զալ մտնես, դու այդ ճոխության մասին մենք չունենք պատկերացում, համաձայն եք։ Հիմա թանկագներս, ինչ ասում, ինչ է նրա ժառանգության փառավոր ճոխությունը սուրբերի մեջ, այսինքն երկնքում։ Հետո շարունակությունն է, էլ ինչի համար էր աղոթում Պողոսը։ Ասում է եւ ինչ է իր զորության գերազանց մեծությունը հավատացյալներից մեջ։ Այսի արդեն եկեղեցու մասին է խոսում։ Տիրոջ զորության գերազանց մեծությունը եկեղեցու է, սիրելիս։ Նա ներկա է թանկագինս։ Երբ որ մենք հավաքվում ենք, ինքը իր հոգին ստե է, իր զորության գերազանց մեծությունը ներկա է։ Ուղղակի պետք է դա հավատքով վերցնել։ Գիտեք անցած կիրակի մեր քույրիկներից երկու հոգի ինչ են տեսել։ Մի օր ես իրանց կկանչեմ կվկային, ստե։ Տեսել եմ ոնց է Տիրոջ քղանցքը լցնում էս տաճարը։ Երկու հոգի մի օրվա մեջ։
Մանրամասը էդի հետո ես կասեմ իրանք կգտնեն բեմից կպատմեն։ Երբ որ թանկագինս, երբ որ դու Տիրոջ կամքի մեջ ես, Տիրոջ սրբության մեջ ես, Տիրոջ երկրպագության մեջ ես, հավատքի մեջ ես, լուծված ես հոգով, չի կարա Տիրոջ ներկայությունը չգա։ Պատկերացնում եք թանկագինն Գարիկ աղբերը մի լավ բան ասավ, շատ հրաշալի բան ասավ։ Երկնքի Աստված հատուկ Աբրահամի համար երդվեց։ Լսեք, այդ ինչ հավատքի տեր էր Աբրահամը, որ Աստված իր համար հատուկ երդում անում։ Ես ասեմ քեզի, մի հետաքրքիր բան եմ ուզում քեզի, բայց դու ինչով ես տարբեր Աբրահամից հետաքրքիր է։ Ոչ մի բանով։ Ասեմ, ուղղակի Աբրահամը գրաֆիկով աղոթքի ծոմապահության մեջ էր։ Գրաֆիկով։ Ինքը ամեն առավոտ էթում էր սարը աղոթքի։ Դրա համար ինքը Աստծուն կարացավ շատ մաքուր լսեր։ Սիրելիս, գիտեք գալիս ֆրում գալիս ենք ինչ կետի վրա ենք հանգում, որ մենք պետք է սովորենք մեր մարմին ճնշել։ Եթե չսովորանք, մենք պարտություններ ենք ունենալու։ Դու պետք է գրաֆիկով Աստծո խոսքը կարդաս։ Այս ժամից էսի ժամը աղոթք, էսի ժամից էսի ժամը ընթերցանություն, ու այդ ժամանակա հատվածը ոչ ոք պետք է քո ձեռնից չկարողանա վերցնի, ոչ քո կինը, ոչ քո երեխեն, ոչ քո հարևանը, ոչ քո մաման, ոչ էլ քո պապան։ Իսկ եթե դու այնքան շատ ես զբաղված, որ այդ ժամանակը չունես, էսի արդեն լավ չէ։ Դու ուրեմն շատ ես հոգսերի մեջ խրվել, հնարավոր է փշերը քեզի խեղդեն, ու դու լինես անպտուղ։ Ով է քեզի ասում այնքան հոգսերի մեջ մտնես, որ Տիրոջ համար ժամանակ չունենաս, սատանան է քեզի խաբե։ Ինչ ես անում այդքան փողը։ Ինչի՞ տա պետք կամ։ Ինչ ես անում։ Գիտեք ինչ ասում առաքյալն, ասում կերակուրը հանդերձ ունենալով բավականացեք։ Հա, էդի ուրիշ բան, եթե դու շատ գումար ես ուզում ունենաս, զոհաբերես ավետարանի համար, էդի ուրիշ հարց։ Մարդիկ անկուշտի նման հա ուզում են գումար ունենան, ըստ դիվային բան կա թանկագիններս։ Լավ, ուզում եմ անցնենք առաջ։ Հայտնությունը զարգացնում է քո մեջ եղած շնորհքը։ Ամեն։ Եվ մենք կամաց կավարտենք, ուզում եմ բացենք Մատթեոս 16-13, ամենավերջի տեղը, թող փառաբանությունը գա։ Մատթեոս 16-13։ 16-13 13-ից կարդամ, սիրելիներ, եթե բացեցիք, ասում է Հիսուս Փիլիպոսի Կեսարիայի կողմերը գնալով իր աշակերտներին հարցրեց ու ասավ. Մարդիկ ով կասեն, թե եմ ես որդին մարդու։ Հիմա այս նախադասությունը քյավառա լեզվով թարգմանեմ ես։ Այսինքն մարդիկ իմ մասին ինչ են ասում, ով է մարդու որդին։ Նրանք էլ ասեցին, ոմանք ասում են, թե Հովհաննես Մկրտիչն ես, ուրիշներ Եղիան, ուրիշներ էլ Երեմիան կամ մարգարեներից մեկը։ Ասավ նրանց, ապա դուք ինձի համար ով եք ասում, թե եմ։ Սիմոն Պետրոս պատասխան տալով ասավ, դու ես Քրիստոսը կենդանի Աստծո որդին։ Պետրոսը ասավ, այն ինչ որ Հիսուսն ուզում էր լսեր։ Ասես կոպիտ ասած խփեց 15-ը։ Հիսուսը ասավ նրան. Երանի քեզ Սիմոն, Հովնանի որդի, քանի որ մարմինը եւ արյունը չհայտնեցին սա, հապա իմ հայրը, որ երկինքն է։ Այսինքն թանկագիններս Պետրոսին ով էր խոսացել։ Պետրոսին Աստված խոսացել էր, ժողովուրդ ջան։ Ինչ է կարծում, այն Աստված, որ խոսեց Պետրոսի հետ քո հետ կխոսա։ Թանկագինս, ուրեմն պետք է
Դու թույլ տաս, որ նա խոսի, ոչ թե քո ուղեղը լցնես աշխարհի զիբիլով, ինտերնետային զիբիլով, այլ քո ուղեղը պետք է լցնես Աստծո խոսքերով, որ Աստված կարողանա քո հետ խոսի։ Ամեն թանկագիններ։ Հիսուս ասավ նրան. «Երանի քեզ Սիմոն Հովնանի որդի, քանի որ մարմինը եւ արյունը չհայտնեցին քեզի, ապա իմ հայրը, որ երկինքն է»։ Լսեք, թանկագիններ, Աստված խոսում է։ Ուզում է քո հետ խոսա Աստված, քո հետ ուզում է խոսի Աստված։ Բայց հարցը, դու ուզում ես, որ Աստված քո հետ խոսի։ Կա աստեմարդ, որ ուզում է Աստված խոսի իր հետ։ Բոլոր այդ նստաստեղ ուզում ենք, բայց արդյոք այդ գինը մենք վճարում ենք, արդյոք մենք մարմնի գործերը սպանում ենք, մարմինն էլ է խոսում։ Շատ ժամանակ մարդկանց իրաց ցանկությունները կապում են Աստծո խոսքի հետ։ Չէ, դա քո ցանկությունն է, դա Աստված չի խոսե քեզի։ Ես ասեմ ձեզի սիրելիս, Աստված երբ որ խոսում է, Աստծո խոսքով է քո հետ խոսում։ Ամեն։ Նորից եմ ուզում կրկնեմ, երբ որ Աստված խոսում է, իր խոսքի միջոցով է քո հետ խոսում։ Ես այնքան եմ հիշում, Քենեթ Հեգինը գրքում մի բան էր ասում, ինչ որ մի հարց է տալում Տիրոջը, ասում է Տեր, առնվազն նոր կտակարանից 3 տեղով խոսա իմ հետ։ Հաստատա այդ միտքը, արդյոք դու ես, թե դու չես։ Հիշում եք, որ ասավ Տեր Աստված, եթե դու ես այս խոսացողը, հաստատա քո խոսքը։ Ասավ ես մի բուրդ եմ դնում, այն անձրևի ժամանակ թե այդ բուրդը չթրջի, ու այդ բուրդը չթրջավ։ Ու հակառակ ասավ լավ, ուզում եմ մի հատ եմ հաստատություն ուզում, թո ուժեղ արևոտ ժամանակներում այդ բուրդը լրիվ թաշ ջուրել մի, որ անանարա, ու տենցել է լավ։ Այսինքն մենք պետք է հաստատություն ունենանք Աստծո խոսքով, սիրելիս, արդյոք Տերն է խոսում մեր հետ, թե դևերն է խոսում, թե մարմինն է խոսում։ Ամեն թանկագիններս։ Հայտնությունը քո հավատքը աճեցնում է։ Ամեն։ Խոսքի եւ ծառայության մեջ սուզվելով դու հայտնություն ես ստանում։ Հայտնությունը քեզ իմաստուն է դարձնում եւ բարձրացնում է քո հեղինակությունը։ Սովորել նշանակում է հայտնություն ստանալ։ Մենք սովորում ենք թե մեր ուսուցիչներից, թե Սուրբ Հոգուց։ Աստված քեզ հայտնություն կտա ոչ միայն մարդկանց փրկելու եւ բարձրացնելու ոլորտում, այլ կյանքի տարբեր ոլորտներում։ Ընտանիք, երեխաների դաստիարակություն եւ անձնական բիզնես։ Տերը կխոսի քո հետ, թանկագինս։ Օրինակ Աստված Հակոբն ուզում էր էթար Եգիպտոս, Աստված ասավ մնաց մածստե ու ցանա։ Հակոբը մնաց, ցանեց ու մեծ հունձք ունեցավ։ Աստված քո յուրաքանչյուր ոլորտի համար հետաքրքրված է, թանկագինս։ Եվ Աստված քեզ չի դատապարտում։ Խրատում է, բարձրացնում է։ Փառք Տիրոջ, եկեք ոտքի կանգնենք։